Ողջույն սիրելի հետևորդներ, երբևէ նկատել եք, թե որքան արագ է փոխվում աշխարհը։ Երեկվա ճշմարտությունը այսօր ծաղրի առարկա է դարձել։ Երեկվա հերոսները այսօր մոռացված են։ Երեկվա տեխնոլոգիան այսօր հնացված է։ Մարդիկ փոխվում են, հարաբերությունները փոխվում են, կարծիքները փոխվում են։ Նույնիսկ մենք ենք փոխվում։ Եվ այս անընդհատ փոփոխությունների մեջ մարդը սկսում է մի հարց տալ. կա արդյոք մի բան, որի վրա կարող եմ ամբողջությամբ հենվել։ Կա մեկը, ով երբեք չի փոխվի։ Հենց այս հարցին է պատասխանում Եբրայեցիներին ուղված 13 նամակի 13-րդ գլխի 7-9 հատվածը։ Այն տալիս է քրիստոնեական հավատքի ամենահզոր հայտարարություններից մեկը։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Մի պահ մտածենք, եթե այս խոսքը ճշմարիտ է, ապա ամբողջ կյանքը փոխվում է։ Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին, նայելով նրանց կյանքի ընթացքի վախճանին, հետևող եղեք նրանց հավատքին։ Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Տեսակ եւ օտարոտի ուսմունքների մեջ մի տատանվեք, քանզի լավ է շնորհով ամրացնել սիրտը եւ ոչ թե կերակուրով, որով ոչ մի օգուտ չստացան նրանք, որ այդպես ընթացան։ Ամեն։ Սիրելի հետևորդներ, այս հատվածը սկսվում է հետաքրքիր պատվերով։ Հիշեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն են քարոզել։ Ինչու է հեղինակը սկսում հենց այս կետից, որովհետև հավատքը միայն գաղափարների հավաքածու չէ։ Հավատքը փոխանցվում է կենդանի մարդկանց միջոցով։ Մեզանից շատերը այսօր այստեղ ենք, որովհետև ինչ որ մեկը ժամանակին մեզ համար աղոթել է, ինչ որ մեկը մեզ սովորեցրել է ավետարանը, ինչ որ մեկը մեզ առաջնորդել է դեպի Քրիստոս։ Դա կարող է լինել ծնող, տատիկ, քահանա, հոգևոր հայր, ուսուցիչ։ Սուրբ Հովան Ոսկեբերանն ասում է. մի հիշեք միայն նրանց խոսքերը, այլ նաև նրանց կյանքի վկայությունը։ Այսինքն, քրիստոնեությունը միայն լսելու բան չէ, այն ապրելու բան է։ Այսօր սոցիալական ցանցերում հազարավոր մարդիկ խորհուրդներ են տալիս։ Ամեն օր նոր գուրուներ են հայտնվում, բայց հարցն այն չէ, թե ով է գեղեցիկ խոսում, հարցն այն է, թե ինչ պտուղներ ունի նրա կյանքը։ Ընտրիր այն մարդկանց, որոնցից սովորում ես ոչ թե միայն նրանց խոսքերի, այլ նաև նրանց կյանքի հիման վրա։ Հեղինակը մի հետաքրքիր չափանիշ է տալիս։ Նայելով նրանց կյանքի ավարտին, ընդօրինակեցրիք նրանց հավատքը։ Մի գնահատիր մարդուն միայն այսօրվա հաջողությամբ, նայիր ամբողջ ճանապարհին։ Ինչպես ավարտեց իր ընթացքը, մնաց հավատարիմ Աստծուն, պահեց իր հավատքը։ Մենք ապրում ենք ակնթարթային հաջողության մշակույթում։ Մարդիկ ուզում են արագ արդյունք, արագ համբավ, արագ հաջողություն։ Բայց Աստված գնահատում է ոչ թե արագ մեկնարկը, այլ հավատարիմ ավարտը։ Սուրբ Եփրեմ ասորին սովորեցնում է. փառավոր չէ լավ սկսելը, եթե մարդը վատ ավարտի։ Փառավոր է մինչև վերջ հավատարիմ մնալը։ Ամեն օր հարցրու քեզ. եթե այսօր ավարտվեր իմ ճանապարհը, արդյոք հավատարիմ կմնամ Քրիստոսին։ Հիմա հասնում ենք հատվածի կենտրոնին։ Սա ամբողջ նոր կտակարանի ամենագեղեցիկ խոսքերից մեկն է։ Երեք նույն Հիսուսն է, ով բուժեց կույրերին, ով ներեց մեղավորներին, ով հարություն տվեց Ղազարոսին, ով խաչվեց մեր փրկության համար։ Այսօր նա պատմության հերոս չէ միայն, նա կենդանի Տեր է, նա այսօր էլ լսում է աղոթքները, բժշկում է սրտերը, զորացնում է հոգնածներին, առաջնորդում է իր ժողովրդին։ Հավիտյան նա չի ծերանում, նա չի թուլանում, նա չի փոխում իր բնավորությունը, նա չի դավաճանում իր խոստումներին։ Սուրբ Աթանասը գրում է.
Աստծո անփոփոխությունն է մեր հույսի հիմքը։ Մարդիկ այսօր ապրում են անորոշության մեջ, տնտեսությունը փոխվում է, քաղաքականությունը փոխվում է, հարաբերությունները փոխվում են եւ այս ամենի մեջ մարդիկ հոգնում են, որովհետեւ անընդհատ փոփոխությունը վախ է ծնում, բայց քրիստոնյան ունի մի ժայռ, Հիսուս չի փոխվում։ Երբ կյանքում ամեն ինչ ցնցվում է, կենտրոնացիր ոչ թե փոփոխությունների, այլ Քրիստոսի վրա։ Հեղինակը անմիջապես նախազգուշացնում է. մի տարվեք զանազան եւ օտար ուսմունքներով։ Ինչու՞։ Որովհետեւ երբ մարդը մոռանում է անփոփոխ Քրիստոսին, սկսում է վազել նորությունների հետևից։ Այսօր ամեն օր հայտնվում են նոր գաղափարներ, նոր հոգևոր ուսուցիչներ, նոր տեսություններ։ Մարդիկ մի օր հավատում են մեկ բանի, հաջորդ օրը լրիվ հակառակին։ Ամեն նոր բան ճշմարտություն չէ, ամեն տարածված բան աստվածային չէ, ամեն գրավիչ խոսք ավետարան չէ։ Սուրբ Հովան Ոսկեբերյանն ասում է. ճշմարտությունը չի ծերանում, դրա համար էլ կարիք չունի փոխվելու։ Նոր գաղափար լսելիս հարցրու, սա համաձայն է Քրիստոսի ուսմունքին։ Հեղինակը վերջում ասում է. լավ է, որ սիրտը շնորհով հաստատվի։ Ուշադրություն դարձրեք, նա չի ասում գիտելիքով, չի ասում փառքով, չի ասում հաջողությամբ, ասում է շնորհով։ Ինչ է սա նշանակում։ Քո հավատքի հիմքը պետք է լինի ոչ թե քո ուժը, այլ Աստծո շնորհը, ոչ թե քո արժանինքները, այլ Քրիստոսի ողորմությունը։ Սուրբ Օգոստինոս Իրաներին ասում է. Աստծո շնորհն է պահում մեզ այնտեղ, որտեղ մեր ուժերը վաղուց կավարտվեին։ Այս հատվածը տալիս է կյանքում կիրառելի 5 կարևոր քայլ։ Հիշիր այն մարդկանց, ովքեր քեզ առաջնորդել են դեպի Աստված։ Գնահատիր ոչ թե գեղեցիկ խոսքը, այլ հավատարմությունը։ Կյանքիդ կենտրոնում պահիր անփոփոխ Քրիստոսին։ Զգույշ եղիր նոր եւ մոլորեցնող ուսմունքներից։ Ամեն օր ապավինիր Աստծո շնորհին, ոչ թե միայն քո ուժերին։ Սիրելի հավատավոր հետևորդներ, աշխարհը փոխվում է, մարդիկ փոխվում են։ Հանգամանքները փոխվում են, առողջությունը փոխվում է, տարիները փոխվում են, բայց այս հատվածի մեծ լուրը հետևյալն է. Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Այն նույն Հիսուսը, ով ներեց Պետրոսին, կարող է ներել քեզ։ Այն նույն Հիսուսը, ով հանգստացրեց ծովը, կարող է հանգստացնել քո սիրտը։ Այն նույն Հիսուսը, ով հաղթեց մահին, կարող է հաղթել քո վախերը։ Երբ աշխարհը ցնցվում է, բռնվիր նրանից։ Երբ մարդիկ հիասթափեցնում են, նայիր նրան։ Երբ ապագան մշուշոտ է, վստահիր նրան, որովհետև մեր հույսը կառուցված չէ փոփոխվող աշխարհի վրա, մեր հույսը կառուցված է անփոփոխ Քրիստոսի վրա, եւ այդ պատճառով մենք կարող ենք վստահությամբ ասել. Տերը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ամեն։ Սիրելի բարեպաշտ հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ ուղարկել այս տեսանյութը ձեր քրիստոնյա բարեկամներին ու եղբայրներին, նրանց եւս օրվա սուրբ գրային հատվածի բացատրությանը հաղորդակից դարձնելու համար։